Հորիզոնը շարունակում է աշխատանքը բարև ձեզ։ Այսօր մայիսի 9-ն է, հաղթանակի և խաղաղության օրը։ Այդ օրը մեր օրացույցում տոնական է արդեն 80 տարի։ Այն ծնունդ առավ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր մարդկանց հերոսությամբ ու սխրանքով, զրկանքներով ու արյամբ։ Նրանց շարքերում առանձնահատուկ դեր ունեցան նաև հայ ռազմիկները, որոնցից շատերի գործերը ուղղակի առանցքային նշանակություն ունեցան Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտի համար։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600,000 հայորդիներ։ Հայաց գտվել է 4 մարշալ և 1 ծովակալ։ 104 հայ մարտիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նելսոն Ստեփանյանը արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման։ Այսօրը նաև հայոց պատմության մեջ մտավ որպես Շուշիի ազատագրման օր։ 92-ին հայ ազատամարտիկների իրականացրած գործողությունների արդյունքում ազատագրվեց Շուշին։ Ցավոք 44-օրյա պատերազմը այլ ընթացք տվեց պատմությանը։ Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հանրապետության վարչապետը, նախագահը, ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը։ Վարչապետ Փաշինյանը իր ուղերձում նախ անդրադարձել է համաշխարհային երկրորդ պատերազմի բռնկման պատճառներին, որոնցից գլխավորը նացիստական գաղափարախոսությունն էր, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը գերակա է մյուսների նկատմամբ։ Սակայն աշխարհի բազմաթիվ ազգեր համախմբվեցին հակառակն ապացուցելու համար եւ հաղթեցին։ Ապա վարչապետն ընդգծել այդ հաղթանակի գործում հայ ժողովրդի մեծ ներդրումը, նշելով, որ այսօրն աշխարհը նաև առերեսվում է ֆաշիզմի բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի ժողովրդի պետության ազատության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենևին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել ու այդ ճանապարհը լիարժեք անցնելու եւ անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջայացություն եւ հետեւողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ եւ ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու եւ մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու եւ ընկալելու կարեւորություն։ Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ քննարկումների։ Սա չափազանց կարևոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու արդյունք է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատմական Հայաստանի մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում, Հայաստանի Հանրապետությունում, ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու եւ այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը եւ պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։ Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը իր ուղերձում ևս կարևորել է հայ ժողովրդի անգնահատելի ներդրումը պատմական հաղթանակում։ 100 հազարավոր հայերի արյամբ ու քրտինքով է կերտվել այն հաղթանակը, որի շնորհիվ մարդկությունը հաղթահարեց ֆաշիզմը։ Այսօր, երբ աշխարհը կրկին բախվում է խաղաղության սպառնալիքներին, մեծ հաղթանակի դասերն առավել արդիական են։ Պատմության այդ ողբերգական էջերը հուշում են խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել։ Թող մեր վետերանների սխրանքն ու հիշատակը լինեն հավերժ կենդանի, դառնան մեր ուղեցույցն ու ոգեշնչման աղբյուրը։ Ամենայն հայոց կաթողիկոսը իր ուղերձում հիշատակել է նաև Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները, նաև նշել, որ բազմադարյա մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը անձնազոհաբար է պայքարել իր անկախ եւ արժանապատիվ կյանքի համար։ Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արավիրքների, Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով եւ միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։
Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որտեղ փոքր պետությունների ուղեկիցն են զգոնությունը եւ կամքը։ Այսպես է անդրադարձել մայիսի 9-ի խորհրդին Երևանի քաղաքապետը։ Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ։ Ընդգծելով Հայաստանի մեծ ներդրումը հաղթանակի գործում Ավինյանը կարևորել է նաև մայրաքաղաք Երևանի դերը։ ԽՍՀՄ մյուս քաղաքների հետ միասին Երևանն էլ է լցվել հաղթանակը ձեռք բերելու դժվարին գործին, ռազմաճակատի համար ապահովելով կապի սարքեր, զինամթերք, ռադիոտեխնիկա, բժշկական միջոցներ։ Շանթ-հեռուստաընկերություն Հորիզոն։ Ռուսաստանում այսօր անցկացվել են հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել նաև Հայաստանի ղեկավարը։ Գլխավոր միջոցառումը Կարմիր հրապարակում է անցկացվել։ Հաղթանակի ու ցունամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել աշխարհի 27 երկրների ղեկավարներ։ Առաջին դեմքերը, այդ թվում Հայաստանի ղեկավարը, Մոսկվա ժամանեցին զորահանդեսից մեկ օր առաջ։ Հենց այդ օրն էլ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների համար Ռուսաստանի նախագահի անունից պաշտոնական ընթրիք է տրվել Կրեմլի մեծ պալատում, որտեղ նաև համերգ է կազմակերպվել։ Հայաստանի վարչապետն այդ միջոցառումների շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, իսկ արդեն այսօր Կրեմլի Կարմիր հրապարակում տոնական գլխավոր միջոցառումներ, ամենամյա զորահանդեսը, որին մասնակցում էր ավելի քան 11,000 զինծառայող։ Շքերթի մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահը Կրեմլում ողջունել է օտարերկրյա պետությունների ղեկավարներին, իսկ շքերթը սկսվել է Կարմիր հրապարակում Ռուսաստանի պետական դրոշի եւ հաղթանակի դրոշի բարձրացմամբ։ Շքերթը գլխավորել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ առաջին անգամ այն ընդունել է պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, որից հետո ելույթով է հանդես եկել նախագահ Պուտինը։ Ռուսաստանի նախագահը դատապարտել է պատմության խեղաթյուրման փորձերը եւ ընդգծել, որ հիշում են երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը եւ երբեք չեն համաձայնի իրադարձությունների աղավաղման, դահիճներին արդարացնելու եւ իրական հաղթողներին զրպարտելու փորձերի հետ, հայտարարելով, թե Ռուսաստանի պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի զինվորների եւ հրամանատարների պատիվը, տարբեր ազգությունների ներկայացուցիչների մեծ սխրանքը։ Ռուսաստանը եղել է եւ կլինի անխորտակելի պատնեշ նացիզմի, ռուսաֆոբիայի, հակասեմիտիզմի դեմ եւ կպայքարի այդ ագրեսիվ կործանարար գաղափարների կողմնակիցների կողմից կատարված վայրագությունների դեմ։ Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են։ Ամբողջ երկիրը, հասարակությունը եւ ժողովուրդը աջակցում են հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Մենք հպարտանում ենք նրանց քաջությամբ ու վճռականությամբ, ոգու այն ուժով, որը միշտ մեզ միայն հաղթանակ է բերել։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի ժողովուրդների հսկայական դերը, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատն ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով։ Այստեղ տեղակայված էին հիվանդանոցներ եւ 100 հազարավոր տարհանվածներ գտան իրենց երկրորդ տունը։ Նրանք նրանց հետ կիսեցին ապաստանը, հացը եւ ջերմությունը։ Մենք մեծարում ենք հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանին։ Գլուխ ենք խոնարհում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած բոլորի հիշատակի առջև։ Պուտինի խոսքով նացիստական Գերմանիայի ռազմականացված Ճապոնիայի եւ նրանց արբանյակների լիակատար ջախջախումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրականացվել է միավորված ազգերի երկրների համատեղ ջանքերով։ Մենք միշտ կհիշենք, որ Խորհրդային Միության տարածքում վճռական մարտերից հետո Եվրոպայում երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակը։ Բարձր են գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի խիզախ ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր պայքարում, բոլոր նրանց, ովքեր կռվել են հանուն խաղաղ ապագայի։ Ռուսաստանի նախագահի ելույթից հետո սկսվել է հետևակային շարասյունների երթն ու ռազմական տեխնիկայի ցուցադրությունը։ Բացի ռուս զինծառայողներից Կարմիր հրապարակով անցել են 13 երկրների ստորաբաժանումներ, այդ թվում Ադրբեջանից, Վիետնամից, Բելարուսից, Եգիպտոսից, Ղազախստանից, Չինաստանից եւ Ուզբեկստանից։ Հայկական զորախումբը ռազմական շքերթին չի մասնակցել։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մեծ հաղթանակի շքերթը եզրափակել են 6 Սու-25 գրոհիչ ինքնաթիռները։ Նրանք մոսկովյան երկինքը զարդարել են ռուսական դրոշի եռագույնով։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են հաղթանակ զբոսայգի։ Դրանք ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության, պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հաղթանակ զբոսայգի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ ունեցել են նաեւ ճեպազրույցներ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլից նշել է, որ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլին եւ միջնորդների անհրաժեշտ լինել-չլինելուն, նշեց, որ բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է վերջնական եւ պետք է բանակցություններն ընթանան ստորագրման տեղի եւ ժամի վերաբերյալ։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ եւ իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ Հայաստանը համապատասխան տեղեկությունները փոխանցել է ադրբեջանական կողմին։ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանը խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը վերջին շրջանում Հայաստանին հավելյալ պահանջներ է ներկայացնում, նշեց, ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ։ Միջանցքային տրամաբանությունը բացառվում է։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել եւ շարժվել էլ դուրս։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը հայ-ռուսական հարաբերություններից խոսելով կարևորեց այն, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, պահպանելու եղած խորը հիմքերը։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ խորացնել հարաբերությունները, այդ թվում ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման համատեքստում։ Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր խորը հիմքերը, որոնք կան, եւ առաջ շարժվել երկու երկրների ինքնիշխանության հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով։ Այլ հարցերի Կոպերկինը չպատասխանեց։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո անցնող շաբաթվա միջազգային իրադարձությունները կամփոփի իմ գործընկեր Ալա Ղավաչյանը։